Սիրելի Մեկ ունգընտիրներ, բարի բաժան։ երեկո վանացայնեն, ահավաստիկ այսօր դարձյալ չորեքշաբթի է եւ ձեր բոլորին կողմէ սպասված թիմանագար հետաքրին ժամն է։ Ամեն չորեքշաբթի թիմանագար հաղորդաշարով մենք կհանդիպենք միասնապար ծանոթանալու եւ բացահայտելու այնպիսի անձնավորություններ, որոնց կյանքը մեզի կսորվեցնե հաղթահարել դժվարություններ եւ գերդել հաջողություն։ Հարկ է լիներ, այսօր մենք պիտի հյուրընկալենք արվեստագետը, որ քիձերու եւ քույներու միջև կգառուցե իր աշխարհը։ Ստեղծագործողը, որ մարդկային հոգին գվերած է ցևի, հույնի եւ նյութի։ Ծնած Բեյրութ, Լիբանանահայ միջավայրի մեջ, բայց իր ուղին անցած ծննդավայրեն դեպի միջազգային բեմեր։ Գեղանկարիչ եւ քանդակագործ Ռաֆի Եդալյան անոնումը, որ այսօր գհնչե արվեստի աշխարհի զանազան հարթակներու վրա։ Լիբանանեն միջև Երևան, հասնելով Եվրոպայի նշանավոր քաղաքները եւ սրբադեղիները։ Անոր գործերը թեև լուր են, սակայն կխոսին իր ստեղծած կերպարներու ընդմեջ են, որոնք ինչ խոսիլը, որոնց ինչ խոսիլը այսօր պիտի հասկանանք։ Այսօր պիտի փորձենք բացահայտել ոչ միայն արվեստագետը, այլ նաև վրցինին եւ քիձերուն յեդին գտնվող մարդը։ Բարի եկած եք Լիբանանահայ արվեստագետ Ռաֆի Եդալյան։ Բարև շողիկ, ուրախ եմ, որ այսօր աս արիտը դվեք ինձ համար։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք ընթարաճեցիք եւ այս մեկ ժամվան ընթացքին ասեմ պիտի փորձենք բացահայտել բնականաբար մեկ ժամը բնավ բավարար չէ, բայց գադարելա այսինքն կարելի եղած չափով մենք պիտի փորձենք ձեզ բացահայտել ձեր գործը, արդեն դուք ցանոթ արվեստագետ եք, բայց ավելի պիտի գիտնանք ձեր հաջողության գաղտնիքներու մասին։ Եվ կվերադառնանք ձեր մանկության։ Ինչ պատկերներ գուքան ձեր առջև։ Գույներ, գիծեր, թե դարբեր տեսակի զգացումներ։ Ինչպես էր ձեր մանկությունը։ Երբ կվերադառնամ իմ մանկության, գսկամ այն բայերը, որոնք դարձան հիշողություններ, բայց գերեւի իմ մանկության գծանագարներս կրնան ավելի ճիշտ խոսիլ անոնց մասին եւ ես անոնց մեջ կտեսնեմ իմս իսկ առաջին բայերուն որ ամեն ինչը սկսավ։ Այո։ Իսկ ինչպես ձևավորեց ձեր մանկությունը, ձեր գեղարվեստական հագումները։ Ինչպես ձևավորվեցան։ Ձևավորվեցան արվեստագետը ընդհանրապես մանկութեն են ունենա իր մեջ այդ ցիրկը Այո։ եւ մանկությունը շատ կարևոր շրջան է, որովհետեւ հոն է որ այդ տաղանդը գսկսի ձևավորվի իմ բարակայիս այդ շրջանը շատ կարևոր էր, որովհետև հոն սկսա հասկանալ, որ ունիմ ներքին լեզումը արտահայտելու։ Եվ պետք է որ այդ լեզուն զարգացնել։ Լավ, ով էր այդ առանցին անձը, որ նկատեց ձեր մեջ ունեցած տաղանդը եւ օգնեց, որ դուք կարենաք գտնել այդ ձայնը։ Իմ առաջին նկարչության ուսուցիչս վստահ, Մгм. երբ 10 տարեկան էի երևի։ Այդ ժամանակ էր որ միջև 10 տարեկան ատկեյետ դուք անդրադարձակ որ ձեր մեջ գա այս տաղանդը։ Չէ, Կամ գիշեմ, կամ պետք էր որ մտածել այդ մասին զարգացնելու համար։ չէ, գիշեմ, որ ես անշուշտ իմ ավելի փոքր տարիքես, ես միշտ անընդհատ փոքր գտորներ, թուղթեր եւ այլն միշտ բնդրդուկի մեջ եղած եմ եւ նկարած եմ եւ գտած եմ եւ այլն, ասես գիտես փոքր տարիքիդ, բայց 10 տարեկանին ես արդեն դասընթացքի հետևելով գիշեմ իմ ուսուցիչս իմ այդ տաղանդը տեսնելով բավական մեծ աշխատանք դարավ, որպեսի զարգանամ ես եւ հետաքրքրական էր, շատ կարևորություն դարձուց իմ
իմ աշխատանքներուս եւ Այո։ այսպես աչալերեցի ինձ, Սկաց որ բան մգա որ պետք է դուրս գա։ այդպես է։ Այ Բեյրութը ցերդնընթավայրը իր գեղեցկությամբ եւ երբեմն ալ բարդ պատմությամբ։ Ինչպես աստեց ծեր երևակայության վրա։ Ա, Բեյրութը քաղաք մնե, ինչպես գիտես, հակասություններով եւ միշտ մարտահրավերներով լեցուն։ Նաև գեղեցկությունը եւ բարդությունը միշտ եղել են գող կողքի եւ այս բոլորին այս բոլորը ինձ սորվեցուցին գեղեցկությունը դերցնել նույնիսկ կոտորումին եւ դժվարության մեջ, բայց գուզեմ ասել, որ միան Բեյրութը չէր, որ իմ երևակայության վրա աստեց, այլ նաև մեր վերաբրող հայ ժողովրդի պատմությունները նաև այս բոլորի մեջ պետք էր միշտ գտնել գեղեցկությունը, հույսը, Անխուշտ։ շարունակելու կարողությունը եւ նաև ուժը։ Մгм. Շատ ճիշտ է։ Իսկ ձեր արվեստի առաջին գործերը կամ քայլերը ուր է սկսան։ Տեղը մը պետք է սկսեիք։ Իմ առաջին քայլերը արվեստի մեջ վստահ եմ, որ շատ բնական ձևով սկսան, այսինքն գծելով, փորձելով, առանց շատ մտածելու եւ եւ կամաց դարձավ լուրջ ճանապարհ։ Այո, անշուշտ։ Իսկ ինչ կհիշեք, ինչ նկար գծեցիք առաջին անգամ եւ ինչ կսեր։ Դժվար է, որ Այսինքն ամբողջական գործը, որ դուք գծեցիք առաջին ձեր գործը։ դժվար է, որ հիշեմ իմ առաջին նկարը, որ կձերեմ, անշուշտ ես ունիմ քանակը իմ մանկության գծակություններս եւ բայց առաջինը դժվար է որ հիշեմ եւ վստահ եմ որ այդ նկարներում մեջ կգնալ այդ առաջինն ալ ներկա չէ բայց վստահ եմ որ անչեր պատմեր աշխարհը ան գործեր հասկանալ աշխարհի գեղեցկությունը Ձեր ռիսմագեն դիտված։ Դուք ինչպես որ գերեվագայիք այդ ժամանակ, վստահ այդ ծավով արտահայտած էիք։ վստահ եմ, որ մանկության ժամանակ, այսինքն բարձրապես քույն էր, բարձրապես քիծ էր, բարձրապես այսպես հաճույք էր գծելը Այո։ եւ այսպես ժամանակի ընթացքին անշուշտ կսկսի Իսկ կամած կամ երբ էր պահը, որ դուք սկացիք, որ գծելը եւ ստեղծագործելը բարձրապես ընդրություն չէ, այլ անհրաժեշտություն, եւ որուն հիման վրա դուք ընտրեցիք ձեր գրթական ուղին։ այս հարցը դժվար է երևի պատասխանեմ, բայց բայց կա բաղմը, որ կհասկանաս, որ ստեղծագործելը ընդրություն չէ, այլ անհրաժեշտություն եւ այդ բանին յետք այլևս չես ընտրեր տուն արվեստը, ան գնդրեքես արտահայտելու քուներքին ցայնը։ Այո։ Իսկ դուք մասնակցացաք Գերբարվեստի մարզի մեջ։ Ինչպես էր այդ ուղին։ Ինչպես ընթացավ։ Որն էր այդ ճամփան, որ ցեզի առաջնորդեց միջև հոն, դպրոցական կամ համալսարանական կամ ովևէ մեկ այդ ուսման ձեր գետրոններու հետ կապված եւ այս նման մասնակցություն ընտրելը երկար շունչ կպահանջի, որովհետեւ մասնակցություն մնե որ ուսում են անկախ ուրիշ բաննա պետք է սորվեցնե քեզի։ Ճիշտ է, Գերբարվեստը ինձ սորվեցուց համբերություն, նաև գարկաբավություն եւ ամենակարևորը ժամանակի հետ երկխոսություն։ Այո, այո։ Երբ սկացիք, որ դուք կդած եք ձեր անձնական ոճը, այս երկար աշխատանքեն հետ, երբ որ սորվեցաք համբերություն, երբ որ սորվեցաք դեստել քեղեցիկը,
Լավ, երբ սկացիք, որ ձեր անձնական ոճը արդեն ունեցաք։ Իմ անձնական ոճս գտնելը մեկ օրվա մեջ տեղի չունեցավ, բնականաբար։ Անշուշտ, մեկ օրեր մյուսը չի կար։ Հա, բայց ան ձևավորվեցավ ժամանակի ընթացքին, ը, որովհետև ան երկար գործընթաց է, փորձելով, նաև գործընծնելով եւ նորեն գտնելու միջոցով։ Մгм. Բայց գուզեմ ասել, որ ոճը երբեք, այսինքն չի գնար ամբողջական մնալ։ Միշտ փոփոխության ենթարկվի։ Վստահաբար, անշուշտ, պետք է։ Օրվա այսպես գարիկներու կամ ինչի պատճառով գրնա ըլլալ որ ոչ Ոչ թե օրվա փոփոխվի։ գարիկներով, բայց Մեր աշխարհի հետ կապված արվեստագետի հարաշտիմությունն է, արվեստագետի մեր աշխարհը, նոր ձևով տեսնելն է, նոր ընկալումներն է եւ այլն։ այո, Այսինքն այո, միշտ պետք է միշտ պետք է ենթարկվի փոփոխության կգործեմ։ այո։ Իսկ ձեր կորձերու մեջ մեկ կտեսնեք գերբարներ, որոնք մարդկային գերբարներ լալե անկախ ըսելիքներ պետք է ունենան։ Որոնք են անոնք եւ ինչ անուն գուտակ այդ գերբարներուն։ Իմ գերբարները անուն չունին։ Որոնք են անոնք այդ գերբարները, որոնք են ըստ ձեզի։ Անոնք նայր, անոնք նույնիսկ սահմանված չեն եւ գրնամ ասել անոնք վիճակներ են, որ միշտ ըսելիք ունին։ Այո, հարցուցի ինչ կսեմ։ Ադի ամեն մեկ աշխատանքի մեջ Փամ մգասե։ պետք է վերլուծես, պետք է տեսնես, պետք է հասկանաս, որ ինչս էլ գուզեն այդ գերբարները։ Գերբարները։ Իսկ կարելի է ասել, որ ձեր սկզբնական շրջանի նկարները պատրաստություն էին նորերուն։ Վստահաբար, այո, ամեն կորստ նախապատրաստություն է հաջորդին։ Այո։ Իսկ ձեր պատկերները ուր գծնին եւ ինչպես կզարկանան։ Գաղտնիքներս կուզես կորքիքնալ գրել։ Հաջողության քաղաքները պիտի դուրս հանենք ասենք այսօր։ Ոչինչ, իմ պատկերներս ես ասեմ, որ ընդհանրապես գծենին լրության մեջ, շատ անգամ չեն կար, ասպես ամբողջական, բայց գզարկանան ընթացքին, Մгм. այդպես է միշտ։ Գետավին վրա կզարկանան։ Չէ, կարևոր չէ, որ միան գդավի վրա, Ձեր մտքին։ նախքան գդավը էսքիզներ գնեմ, ատմիտքը ավելի Մի քանի հանգրվաններ է գանցնի ուրեմն։ Մինչև որովհետև երբ դեպ որ հասնի։ լրության մեջ, արդեն երբ որ թուն լրության մեջ մտնես եւ լրության մեջ այդ խաղապարը ձնի, ինքնաբերաբար արդեն թուն լավ ասպես լուրջ ժամանակի մեջ ես, որ թուն գրնաս լավ մտածել եւ այդ խաղապարը շուտով պետք է, այսինքն թուղթի վրա ես սկեչ մանեմ, որբեսի չկորսվի Այո։ խաղապարը չերտա եւ անգե ետ կսկսիմ ավելի այդ խաղապարի վրա ավելի խորանալ։ Այո, զարգացնել։ Իսկ դուք ինչպիսի հարաբերության մեջ եք վրձինին հետ։ Արդյոք այդ բարձրապես միջոց ունեցեր միտքերը արտահայտելու կամ ապրող ընկեր մնե, որ երբեմն կրնա թիմադրել ձեզի։ Վերցինս, հա, երբեմն ընկեր է, երբեմն ալ թիմադրող ուժ, այդ պայքարը շատ կարևոր է ամենայն դեպս ստեղծագործական ընթացքի մեջ, շատ բնական է, Միշտ թե կհամագերբի ձեզի ուրեմն կամ քիչ անգամներ է որ դերևս գտիմատրե։ Դերևս երբեմն դուք կուզեք փամը կձեր միտքը փամը գա որ պետք է ադիգա պիտի արդահայտեք, բայց երբ որ վրցինը ձեր կառնեք կփոխվի, գարձեմ ուրիշ բան դերևս մեջտեղ կուկա։
Ստեղծագործական ընթացքը շատ չես կրնար իրականության մեջ հսկել, կոնտրոլ անել, Այո, այսինքն շատ ադեններ ես ալ ինձ կզարմացնե, այսինքն գսկսիս եւ գավարդես կտեսնես ինչ ուրիշ ուր է, բան եկավ։ ինչպես փոփոխություններ եղավ եւ ուր հասավ քո միտքդ արդահայտելու։ Հետաքրքրական ընթացք է, այսպես է, Այս աշխատանքները կհմայեն ձեզ։ ինչպես այս Կհմայվի այս աշխատանքներով, երբ որ գտիդեք ամբողջական կորձը։ չէ, ընդհանրապես ոչ, Դակավի ընդհանրապես միշտ ոչ։ դերևս դուք ձեզ ալ կքննադատեք, որ միշտ ավելին գուզեք, Գիտես, ավելի լավը գուզեք։ ընդհանրապես կորցումը, որ աշխատանքի ընթացքի մեջ է, ժամանակ պետք է, որ ա, վերջին փուլը հասնես եւ ստորագրես այդ աշխատանքը, որովհետեւ այդ ընթացքին մեջ, երբ որ դու գմտնես նկարի մեջ եւ այսինքն գուզես ուրիշ ցևով, ուրիշ օր, ուրիշ ժամանակի մեջ նորեն տեսնել այդ աշխատանքը, Այո։ ուրիշ ցևով տեսնելու եւ փոփոխություններ ունելու համար։ Լավ, եւ Անոր այո, անոր համար է որ Անոր համար է, որ քիչ մի ժամանակ պետք է, որ ճշգրիտ հասկանաս քո գործը վերջնական իր փուլին հասավ դե կամ չէ։ ոչ, բայց չես կնար ասել, որ այսինքն արվեստագետը պետք չէ իր աշխատանքի վրա Ճիշտ։ շատ հա Շատ ճիշտ է։ Այդ այսինքն ծեր միշտ ավելի ազնվությունն է։ լավը միշտ ցկտում պետք է ունենաս ավելի լավը ստեղծելու եւ այդպես Այո, է որ կշարունակենք։ շատ ճիշտ է։ Լավ, երբ կսկակ, որ խաղապարը այլևս գդավին վրա չփավեր եւ պետք է դառնա քանտակ։ Եվ ինչու։ Դրված լալով որ դու քանտակագործալ եք միևնույն ժամանակ։ Երբ կսկամ, որ խաղապարը այլևս, Գդավին այսինքն վրա պիտի չփավե, բայց պետք է որ քանտակի վերածվի։ այսինքն հարթության մեջ չի, այլևս խաղապարը այլևս հարթության մեջ չի բավեր, այո, այն բան կբանչե զավալ եւ կդառնա կանտակ, որովհետեւ որոշ խաղապարներ, այո, պետք ունին տարածության մեջ ապրելու։ Մгм. Իսկ հոգեգան աշխարհի կողմ է, ներաշխարհի կողմ է, եթե պիտի դիտեք, այդ ինչպես կբացատրեք այդ մեկը։ Չէ, ընդհանրապես նկարը երբ կվերածվի կանտակի, գրնամ ասել միան, այսինքն կփոխե իր լեզուն, Մгм. դառնալով ծավալ Այո։ եւ ներկայություն, այո, նաեւ կստեղծե ֆիզիկական փորձառություն։ Մгм. Իսկ դուք ուր ավելի ինքզիգնիտ կճանչնաք, ձեր կանտակներում, թե նկարներում մեջ։ Ես բնականաբար ինքս կգտնեմ երկուքին մեջ, Մгм. բայց տարբեր ցևերով։ Մгм. Լեզուն նույնն է։ Այդպես է։ Իսկ հավաքական ցուցահանդեսներու ծեր մասնակցությունը ընթացքարին 1992 թվականին։ Ձեր աշխատանքները իրենք կերազանցելով արժանի դեղ կդան միջազգային հարթակներուն վրա, ինչպիսի զգացում է տեսնել ձեր գործերը աշխարհի լավագույն ցուցահանդեսներու կամ վայրերու մեջ։ Սկսելով 1992-ին, եթե վերականգնենք միջև այդ հարթակները։ Երբ կորզդ կգտնվի միջազգային հարթակներու վրա, անշուշտ է, որ ուրախություն է։ Գսկաս, որ աշխատանքդ կդառնա համընդհանուր լեզու եւ պատկամդ գասնի դարբեր մարդկանց քո արվեստի միջոցով։ Մгм. Մեդալներ, գնահատակիրներ, որքանով գաստեն ձեր գործերուն վրան։ Հիմա մեդալները եւ քննադատիրերը, այո, հաղթանակներ են։ Այո,
բայց անոնք չեն փոխեր ստեղծագործական ընթացքը։ Բայց խթան կհանդիսանա, դերևս խթան կհանդիսանա, որ ավելիով ստեղծագործեք։ Այդպես չէ, չեմ գարձեր։ Իմ կորձս կշարունակվի անկախած բոլորեն, այսինքն պետք է որ այդպես լա շարունակվի։ Լավ, իսկ երբ ձեր գործերը գտարնա սրբազան վայրերու մասմա, Այո, որքան մեծ պատասխանատվությամբ կմոտենաք ձեր արվեստին։ երբ կորձդ գտարնա սրբազան վայր մաս, հետաքրքրական է պատասխանը, հարցումը գներ, ետս ենք կներես խալեցան։ Երբ կորձդ գտարնա սրբազան վայրի մաս, պատասխանատվությունը շատ մեծ է, այստեղ արվեստը միայն քերակրություն չէ, այլ նաև հոգևոր եւ ան գրնամսել գմիանա աղոթքին։ Այո։ Պարոն Ռաֆի, արդյոք կարելի է մեզ պատմեք այդ իրադարձությունները, որ ձեր աշխատանքը սրբազան վայրերու մեջ տեղ կդավ։ Կարծեմ Վատիկանի մեջ Այո, այո։ դանք ավելի ստակացնե մեր ունգընտիրներուն։ Գրնամ, այսինքն Դրա մեծ է։ Ֆրանցիսկոս Պաբիատ քեղանկարը, որ նվիրեցինք 2015-ին, այդ փորձառությունը շատ հատուկ էր ինձ համար։ Գրնամ ասել, երբ կորձդ կնվիրվի այնպիսի հոգևոր առաջնորդի, ինչպես Ֆրանցիսկոս Պապը, Բենեդիկտոս Պապը, հրամարաչին վեհապարը, Այո, կամ կամ նաև կդեղաթրվի Մադենաթանանի թանգարանը, Ֆաթիմայի սրբադեղի մեջ Պորտուգալ, գսկաց որ անգթարնա մշակութային եւ հոգերոր արժեք, արժեք։ այդպես է։ Ես հատ չեմ գրնար ամեն Որովհետև շատ են։ ասմարամասություններում, բայց գուզեմ ասել, որ իրապես ամեն մի բախ, որ գտնված եմ այսպիսի հանձնավորություններով արչև, շատ, այսինքն, Ադիվ է։ բադիվ է և կարևոր ժամանակ էր, այսինքն հետաքրքրական ժամանակ էր ինձ համար ընթացքր։ Այո։ Իսկ Լիբանանին համար գսեն Սուրբերու երգիր։ Արդյոք Լիբանանահայ լալը որոշ աստեցություն մցկեց ձեր արվեստին վրա։ Լիբանանահայ լալը ինքը բազմաշերտ ինքնություն է, այս բազմաշերտությունը վստահաբար կամ անկիդակսաբար Այո։ Ուղագի գտապանցե կամ անուղագի գերբով աստեցություն կործած պետք է լա։ վստահաբար, պետք, այդպես է, գտապանցե, բիտապանցե, այսինքն Դուք հիմա փոխադրված եք հայրենիք Հայաստան։ Ինչու որոշեցիք Հայաստան հաստատվել։ Ինչ պայմաններով։ Հայաստան հաստատվելս բնական քայլ էր, գարձես վերադարձ մթեբի իմ արմատներուս, բայց կրնամսել միևնույն ժամանակ հայրական ցանկությունը, որ իմ երեխաներս ապրին ապահով եւ մեծնան հայ երկինքի տակ։ Մհմ։ Իսկ Հայաստանի մեջ ինչպես ընկալվեցան Ռաֆի Ետալյանի աշխատանքները եւ հոն գտնվիր ինչ ձևով նպաստեց ձեր աշխատանքներուն։ Հայաստանի մեջ իմ կորձս ընդունվեցավ հետաքրքրությամբ, իսկ հոս իմ ապրիլը ինձի տվավ գերևի նոր ներշնչում։ Մհմ։ Նոր ներշնչում։ Հիմա հետաքրքրական խորակիր մոնինք։ Այն բանից այնը, որ երբեք չի դեսնվել։ Այս Այո, ծրագիրով Ռաֆի Ետալյան Հայաստանը ներկայացուց Մալթայի 2026-ի բիենալեին։
Կարելի է պատմել, թե ինչպես ձնավ այս գաղափարը եւ ինչու ծեր կորձը ընդրվեցավ այս ցուցահանդեսին համար։ Ա, Հայաստանի Հանրապետության գրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարած մրցույթին իմ նախագիծս այն բանից այնը, որը երբեք չի տեսնվել, The Sound of What Was Never Seen-ը, ընդրվեցավ առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու Մալտայի միջազգային բիենալեին։ Այս աշխատանքս քանթագային եւ ցայնային ինստալլեյշն է, որ գխոսի դեսանելիի եւ անդեսանելիի հիշողության եւ ներկայության փոխհարաբերություններու մասին պաշտոնական բացումը տեղի ունեցավ մարտի 11-ին Վալետա Ֆորցենտելմո, իսկ բիենալեն գշարունակվի Շարունակ։ մինչև մայիսի 29-ը։ Այս առիթով գուզեմ ասել հնարավորություն ունեցա նաև ծանոթանալու Մալթայի հայ համայնքին հետաքրքրական էր, որոնք ներկա էին բացմանը։ Հաղթման։ Այո։ Այս նախագիծը իրականացավ Հայաստանի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ Իտալիայի Հայաստանի Հանրապետության տեսփանության աջակցությամբ մեր գլխավոր հովանավորն է Վահե Ֆատալ հիմնադրամը, իսկ դաղավարի համադրողն է արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը եւ ես գուզեմ շնորհակալություն հայտնել այդ բոլոր մարդկանց, որոնք նեցուկ կեցան իրականության մեջ իմ այս նախագիծս հաջողցնելու։ Իրականության մեջ շատ մեծ աշխատանք է եւ խոր այսպես խորհրդավոր իմաստն ունի կարծես այն բանի ցայնը, որ երբեք չի տեսնվել։ Այդպես է։ Ինչն է այդ ցայնը արդյոք, Պետք է որու պետք է Մալտա կակնարկել, որու պետք է ցայնի Մալտա մասին։ երթակ որ ըսկակ կերևի։ Ասկա։ Բայց եւ Ձեզ այնպես հաջողություն։ հա, բայց եւ այնպես նախարարության որոշմամբ այս աշխատանքը որ վերադարձվի Հայաստան գուզեն որ անպայման ցուցադրվի Երևանի մեջ։ Այո, արդյոք ուր պիտի տեղադրվի։ Դեռ հստակ չէ, բայց Հստակ չէ։ նախ պետք է ցուցադրվի անգետ։ Այո։ Իսկ դարիներ շարունակ դուք դասավանդեցիք կրթական զանազան հաստատությունները ներս։ Արդյոք կարելի է արվեստը սորվեցնել, թե միան կարելի է արտնցնել։ Արվեստը ամբողջական չես կրնար սորվեցնել, գրնաս փանալ թուրը եւ բայց ներս մտնելը գմնա անհադի ջամփան գրնաս փոխանցել գիտելիքդ եւ ստեղծագործական գայզը արտնցնել միան, այսինքն ուսանողի մեջ կգործեն։ Դուք շատ բան տվիք ձեր աշակերտներուն, բայց ինչ տվավ ձեզի ուսուցությունը։ Ուսուցչությունը ինձ համար միան փոխանցում չէր, ան գրնամ ասել վերադարձ էր, ամեն անգամ երբ կտեսնեի ուսանողը իր առաջին քայլերը, գարձես ես ալ կվերաբրեի իմ սկիզբը։ Իսկ այսքան տարիներու ստեղծագործության եւ իրագործումները վերջ, ինչ բան փոխվեցավ եւ ինչ բան անփոփոխ մնաց ձեր մեջ։ Վստահաբար շատ բան փոխված է, բայց ստեղծելու անհրաժեշտությունը մնացած է նույնը, ան նույն շունչն է, բայց ուրիշ ձևերով։ Այո։ Իսկ Ռաֆի Էդալյան միշտ զարմացուցած է իր ստեղծագործություններով։ Ինչ նոր բան կհասունա ձեր մեջ, որ շուտով պիտի զնի։
ներսս միշտ բան մգա որ գասուննա, բայց համ չի սիրեր շտաբել հանգստ հանգստ սպասե երևի իր ճիշտ պահը։ Այո։ Լավ, ինչ խոսք ունի փոխանցելիք մեր սերունդի, նոր սերունդի ավելի ճիշտ է ստեղծագործողներուն, որոնք դակավին փնդրդուքի մեջ են գտնելու համար իրենց ոճը։ Ինչ խորհուրդ կրնակ տալ իրենց։ Նոր սերունդին գրնամ ասել նոր սերունդին գրնամ ասել ծեր մեծակույն ուսուցիչը ծեր անընդհատ ստեղծագործելն է միշտ աբեք ծեր ոճը գտնելու թող թող ծեր ճամփան զանգվածահայտ է եւ մի վախնակ գործվել է, քանի որ երբեմն գործվելը գտնելու գտնելու սկիզբն է։ Շատ լավ։ Երբ պիտի տեսնենք ծեր ցուցահանդեսները Լիբանանի մեջ, պարոն Ռաֆի։ Ես Հույս 2024-ին ունենք։ ինչպես Հույս գա որ մենք ալ տեսնենք Լիբանանի ժողովուրդը ծեր հայրենագիցները։ հա, ես 2024-ին արդեն անհատական ցուցահանդես ունեի Այո։ Մարկաշեմ գալերիի մեջ Բեյրութ, բայց հիմա ուրիշ ծրագրեր ունեմ, ուրիշ միջազգային ցուցահանդեսներու մասնակցելու եւ ուրիշ երկրներու մեջ ամեն ինչ իր ժամանակին կերևի։ Այո, այո։ Մենք անհամբեր կսպասենք, որ ներկա գտնվենք Լիբանանի մեջ արձեր ցուցահանդեսին։ Սեզի հաջողություն կմաղթենք եւ շատ շնորհակալ ենք, որ դուք ընտարաճեցիք ձեր այս բազմասպառ ժամերեն դրամատրեցիք մանացայինին։ Դիվանագար հայդակրիաս հաղորդաշարը դուք հարստացուցիք ձեր ներկայությամբ։ Մենք պետք է փակենք մեր հայտակիրը, եթե ունի խոսքը արտահայտությունը, որ բուզեք անել Լիբանանահայ արազատներուն, հրամեցեք։ Չէ, մերսի Շողիկ, համբերություն բոլորնիդ, հույսով եմ, որ խաղաղ վերջնական խաղաղություն կունենա Լիբանանը։ Շնորհակալ Հաջողություն ենք։ բոլորիդ։ Շատ շնորհակալ ենք ձեզի անսահման հաջողություն կմաղթենք ձեր նոր քալիք Մերսի։ ծրագիրներու հաջողություն ուրեմն հարգելի ունգընտիրներ այսպեսով կփակենք մեր հետաքրքրական հանդիպումը Տիմանագարի թեմա այսօր բադիվ ունեցավ հյուրընկալելու արվեստագետ Ռաֆի Եդալյանը որուն հետ մեր զրույցը թող ոգեշնչում դառնա յուրաքանչյուրի շնորհակալություն ցայնահաղորդավարին ձեզի հետ է Շողիկ Տորոսյանը շնորհակալություն ձեզի որ ունկնդրեցիք մեր այսօրվան հայտակիրը։ Մեր հաջորդ հանդիպումը առաջիկա շորեքշաբթի բացահայտելու նոր անձնավորությունը եւ անոր հաջողության գաղտնիքները։ Ցտեսություն։